Անտալիայում տեղ ունեցավ հերթական ամենամյա դիվանագիտական ֆորումը, որտեղ մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը։ Տեղի ունեցան հանդիպումներ թուրքական եւ ադրբեջանական կողմերի հետ, եւ թե թուրքական կողմը եւ թե ադրբեջանական կողմը շարունակաբար պնդեցին իրենց նախապայմանները, որոնք ուղղված են Հայաստանի հետ հարաբերությունների, այսպես ասած, կարգավորման համատեքստում։ Թեմայի վերաբերյալ ես մեկնաբանություն եմ խնդրել քաղաքագետ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցից, բարձր պարոն Սուրենյանց։ Բարև ձեզ։ Անտալիայում ձեզ ինչ տեղի ունեցավ եւ որոնք էին հիմնական խնդրահարույց կետերը։ Ասեք Անտալիայում հատկապես պանելային քննարկման ժամանակ ակնհայտորեն մենք տեսանք, որ Ադրբեջանը շարունակում է պնդել իր պահանջները, ընդ որում հայկական կողմի արձագանքը շատ թույլ էր, եթե չհաշվենք Արադ Միրզոյանի պնդումը, որ սահմանադրությունը Հայաստանի տարածքային պահանջ չի պարունակում Ադրբեջանի հանդեպ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ունի իր հստակ օրակարգը, մինչդեռ Երևանը դրան շատ թույլ է արձագանքում կամ պաշտպանվողի, նույնիսկ ես կասեի, արդարացվողի դիրքերում։ Ցավոք Անտալիան ցույց տվեց, որ շատ մշուշոտ է այդ խաղաղության պայմանները, որ այդքան թմկահարում են Հայաստանի իշխանությունները, Ադրբեջանը հստակ դնում է պահանջներ, այդ պահանջները ընդ որում փաստ չէ, որ այդ պահանջները վերջինն են կամ նախապայմանները, եւ այս պարագայում ուղղակի խաղաղության պայմանագրի ստորագրումը, ընդ որում մի տեքստի, որ ինքն էլ չի երաշխավորում ինստիտուցիոնալ խաղաղության հաստատումը, ավելի մշուշոտ է։ Ու մի դիտարկում, որը չեմ կարող չանել, ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է Թուրքիայի միջնորդությունը շահել, այսպես կոչված, սա հերթական պատրանքային մոտեցումն է, որովհետև մենք տեսանք եւ բազմիցս ենք տեսել, որ Անկարան այս հարցում ուղղակի օբյեկտիվ միջնորդ չի կարող։ Դե Փաշինյանին թվում է, որ Անկարան կարող է ճնշում գործադրել Բաքվի վրա, ինչ որ հարցերում Բաքվի դիրքորոշումը մեղմելու նպատակով, Միրզոյանը մեղմ ասած մոլորության, Հայաստանը կամ Փաշինյանը մեղմ ասած մոլորության մեջ են, որովհետև նախ Ադրբեջանը բավականին ինքնուրույն է արտաքին քաղաքականության մեջ, մանևրելու շատ մեծ հնարավորություն ունի, սուբյեկտությունը չափազանց մեծ է եւ այնպես չէ, որ Անկարան կարող է ինչ-որ հարցերում ճնշում գործադրել Բաքվի վրա, եւ երկրորդ, ուղղակի նման ցանկություն Անկարայում չկա։ Պատահական չէ, որ այս ֆորումը առանձնացավ այն հանգամանքով, որ բանագնաց է հայ-թուրքական հարցերում Թուրքիայի ՔԼՉ, թերևս առաջին անգամ թուրք պաշտոնյաներից հրապարակավ սահմանադրական փոփոխությունները Հայաստանի կարևորեց եւ ավելի մի անդում արեց, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես դրանց համաձայն։ ՔԼՉ-ը նշեց, որ Հայաստանը խոստացել է, որ փոխելու է սահմանադրությունը։ Ձեզ թուրքական կողմի այս աստիճան մոտեցումը, որ ինչպես դուք նշեցիք, արդեն նրանք բացահայտ կերպով են, որ խոսում են այն բանի մասին, որ հայկական կողմը խոստացել է պարտավորություն իրականացնել։ Ինչի մասին է սա խոսում։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողին հիշեցնել, որ նման մի հայտարարություն մոտ 1 տարի առաջ արել է Ամիր Բեկովը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը, որ Նիկոլ Փաշինյանը բանակցություններում համաձայն փոփոխություններին ուղղակի խնդրել է այդ հանրակրվեն ավելի ուշ ժամկետներում կազմակերպել, ինչին ըստ Ամիր Բեկովը Ադրբեջանը դեմ է։ Այսինքն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է հնչում։ Ամիր Բեկովի հայտարարությունից հետո դերևս պաշտոնական Երևանը Փաշինյանը կամ նրա պաշտոնյաներից որևէ մեկը չի հերքել Ամիր Բեկովի հայտարարությունը,
եւ քլեչի հայտարարություններ վստահ եմ նույնա բովանդակ չի երկվելու, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը տրվելով Ադրբեջանի ճնշմանը կամ ինչ-որ անհեթեթ հաշվարկներից ելնելով Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը դարձրել է բանակցային գործընթացի աղադրիչ մաս։ Սա չափազանց վտանգավոր բան է։ Եթե այդ Սահմանադրությունը Ադրբեջանի պարտադրանքով ընդունվի, Հայաստանը վերածվելու է ադրբեջանական ենթապետության, եթե հայ ժողովուրդը գնա եւ մերժի կանխատեսելիորեն հենց այդպես էլ լինելու է, գնա եւ մերժի Ադրբեջանի պարտադրանքով Սահմանադրության ընդունումը, ստացվելու է, որ համեպս Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով ստացվելու է, որ Փաշինյանը շատ ձգտում էր խաղաղության, բայց Հայաստանն ու հայ ժողովուրդը մերժեցին խաղաղության հեռանկարը եւ դա կարծում եմ ավելորդ է նույնիսկ բացատրել Հարաքվեի այոյի հետևանքը ինչպիսի ազգային ողբերգություն է լինելու, ոչի հետևանքը ինչպիսի վտանգներով է եղի, որովհետեւ այդ ոչը Ադրբեջանում պատերազմական վտանգներով միանշանակ մեկնաբանելու են, որ հայ ժողովուրդը խաղաղություն չի ուզում եւ սա Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքն է։ Սահմանադրական ռեֆորմի կամ նոր սահմանադրության հարցը որևէ կերպ չպետք է դառնար խաղաղության գործընթացում քննարկվող թեմա։ Պարոն Սուրենյան, այս իրադարձություններին զուգահեռ մենք տեսանք, որ Փաշինյանը մեկնել էր Սյունիք եւ բնակիչների այդ հանդիպումների շրջանակներում նա հայտարարում էր, որ երկաթգիծը եթե բացվի, միլիարդներ են գալու եւ զարմանքներ արտահայտում, թե ինչու են բնակիչները առհասարակ դեմ։ Կարծես թե նա հստակ ագիտացիա իրականացնում Մեղրի շրջանում երկաթգծի տրամադրմանը Ադրբեջանին։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը էլի ես մի քանի առիթով ասել եմ, տեսեք օրինակ Անտալիայի հանդիպումից հետո էլ չէ, Բայրամովի Միրզոյանի մի նույնաբովանդակ տեքստ տարածվեց, որ նախարարները պարտավորվել են շարունակել երկխոսությունը թե դիալոգ։ Ինչի շուրջ, օրինակ շատ հետաքրքիր։ Իմ մոտ տպավորություն է, որ հիմա մենք տեղակողել ենք մի նոր փուլ, որտեղ Հայաստանը սահուն կերպով պետք է կատարի Ադրբեջանի երկու նախապայմանները, որպեսզի այդ թղթիկը տորը ստանա խաղաղության պայման անունով, նույնը վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Հայաստանի իշխանությունը իբրև թե ամենաինքնիշխանական դիրքերից էր հանդես գալիս։ Մերժում էր նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որտեղ Միջանցքի մասին խոսք չկար եւ խոսքեր գնում, խոսք չկար նաեւ Հայաստանի տարածքային կորստի մասին եւ խոսքեր գնում ռուսական վերահսկողության մասին, բայց ես վախենամ, որ իրադարձությունները տանում են նրան, որ այսպես կոչված ինքնիշխանական Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում ամենավատ տարբերակը ընտրի կոմունիկացիաների ապաշրջափակման, ավելի վատ լուծում լինի, քան նկարագրված էր նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության տեքստում, իդեպ դրա հիմքերը կան, հենց նույն Անտալիայում Բայրամովը խոսում էր անխոչնդոտ ճանապարհի մասին, ցավոք սրտի Ադրբեջանի այս դիրքորոշումը որոշակի միջազգային աջակցություն ունի, ես ուզում եմ հիշեցնել, որ մոտ 10 օր առաջ Սամարղանդում տեղի էր ունենում Եվրամիություն կենտրոնական Ասիայի երկրների գագաթաժողովը, որտեղ Եվրամիության Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորում էր Միջինցքի խնդիրը, որի բաղադրիչն է նաև Զանգեզուրի Միջանցքը եւ խոսում էր կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջև անխոչնդոտ սահմանների մասին։ Սա նույն նարատիվն է, որը օգտագործում է Բաքուն։ Այսինքն սա շատ ավելի վատ լուծում է ենթադրում, ինչը նկարագրված է նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 9-րդ տեքստում, եւ սա բնական է։
Եթե ուժային այսպիսի դիսբալանս կա եւ դիվանագիտական միջավայրը ամենևին էլ Հայաստանի օգտին չէ, նոյեմբերի 9-ի երակոմ հայտարարությունից եւ դրա համատեքստից հրաժարումը Հայաստանի բերելու էր ավելի վատ կարգավորումների։ Դժվար էր սպասել, որ այսպիսի դիսբալանսի պայմաններում Ադրբեջանը իր համար ավելի վատ լուծման է պատրաստ, քան նկարագրված էր երակոմ հայտարարության մեջ։ Սա ճշմարտություն էր, որ Նիկոլ Փաշինյանը չհասկացավ, մերժեց ռուսական միշտորդությունը, Ալիևը նրան արածացրեց արևմտյան հարթակներում կլանելով Արցախը, հետո Փաշինյանի օգնությամբ նաև արևմտյան միշտորդությունը մերժեց եւ Հայաստանը ըստ էության հայտնվել է թուրք-ադրբեջանական ակցիայի մեջ եւ միակ բանը, որ բանակցություն կոչվածում քննարկվում է, դա Հայաստանի անդադ կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզն է։ Պարոն Սուրյանց, արդյոք կարող ենք փաստել, որ Փաշինյանը հանձնում է միջանցք ասվածը։ Ես վստահ եմ, որ Փաշինյանի նման քաղաքականությունը երկու հետևանք կարող է։ Կրկնում եմ, դիվանագիտական ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն բերելու է կոմունիկացիաների ապաշրջապակման հարցում ավելի վատ լուծման, քան նոյեմբերի 9-րդ կետում էր նկարագրված, սա մեկ եւ այսինքն, իսկ եթե Փաշինյանը փորձի խնդիրը ձգձգել, ինչը նրա բնավորության կիսն է պատասխանատվությունից խուսափելու նպատակով, Իրանի շուրջ հնարավոր անցանկալի զարգացումների դեպքում ցավոք սրտի սյունիք ներխուժումը միանգամայն հնարավոր սցենար է։ Միակ տարբերակը, որը պակաս ռիսկային է Հայաստանի համար, չարյաց փոքրագույնն է տարբերակներից, դա վերադարձը կլիներ նոյեմբերի 9-ի համատեքստը։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարեւոր մեկնաբանության համար, սիրելի հայրենակիցներ, թեմայի վերաբերյալ ես զրուցեցի քաղաքագետ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։